Մեր ամեն հանդիպումից առաջ ես իմ բառապաշարը հարստացնում եմ նոր տերմիններով։ Երբ որ տղամարդը սիրում է կնոջը, իր այդ սիրելի կնոջ կարծիքը իր համար ամենակարևորն է, Ամեն 9-ից 12 տարին պետք է զգոն լինի։ որ կարմայական կապով մարդը ավելի շատ է աճում, քան մնացած մյուս էներգիաներով։ Բարև ձեզ, ես Ալյոնան եմ։ Նորից մենք հանդիպեցինք։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր մի հատ թեմայով։ Բավականին ծանր եւ գեղեցիկ եւ խոսելու ենք հոգեբան, աստղաբան, վեդեական թվայնագետ Լիլիթ Ալեքսանյանի հետ։ Ես շատ եմ սիրում մեր հանդիպումները։ Թեման այսպիսինն է։ Հիմա շատ մոդայիկ մի հատ բառ կա, ասում է կարմիկ կապ։ Այսինքն տղամարդ-կին հարաբերություններում ինչ որ մի ձև է, որտեղ որ կինը ավելի շատ է ցավում։ Կբացես մեզ համար ինչ է կարմիկ կապը եւ ինչու է հենց կանանց դա ցավեցնում։ Նախ որովհետև շատերս մեծացել ենք այդ սիրո մոդելի մասին սխալ գաղափարով, քանի որ սիրո դրսևորումը առհասարակ իրենից ինչ է ներկայացնում, աճ, աճի մասին է, դիմանալու մասին չի, համբերելու, մաշվելու մասին չի, կառուցվելու մասին է։ Եվ կան հարաբերություններ, որոնք որ մենք չենք կառավարում, այսինքն մարդը իր գիտակցության մեջ այս կամ այն պատճառով թեկուզ ամենա ծանր դրսևորումների մեջ չէր կարող գիտակցել, որ իր հետ կարող է կամ տղամարդը եւս, այստեղ չեմ ուզում տարանջատել կին կամ տղամարդ, ուղղակի կանայք շատ ավելի էմոցիոնալ են եւ էմոցիոնալ ֆոնը ավելի վառ է արտահայտված, ես կասեի, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում նման երևույթները, եթե վերցնենք կին տղամարդ տարանջատենք իրարից, քանի որ կինը կարողանում է արտահայտվել, ցույց տալ, տղամարդիկ շատ իրենց ներսում են պահում եւ դրսևորման այդ ձևաչափը իրենց համար ավելի ճնշված է։ Ինչ մնում է կարմայական կապին, այն հարաբերությունները, որոնք որ իրենց մեջ պահում են ծանր տրանսֆորմացիաներ, այսինքն մարդուն մաշեցնում են այդ հարաբերությունների ներսում, պահում են ինչ-որ քառակուսիների մեջ, մարդը չի աճում, այդ գիպեր վերահսկողությունն է, երևույթներ, որոնք որ ինքը համերաշխ չի դրանց հետ, բայց դրա մեջից դուրս էլ չի գալիս։ Այս ավելի այն կարմայական հանգույցներն են աշխատում, որտեղ որ մարդը աճում է դասի միջոցով եւ շատ կարեւոր է դրա մեջ հասկանալ եւ հակադարձել այդ երևույթին, բայց ոչ թե այն գաղափարով, որ ես համաձայն չեմ, բաժանվում եմ գնամ, այլ փորձելով հասկանալ ինչի համար է այդ դասը իրեն տրված, այդ կարմայական կապը, քանի որ հենց աստղաբանության միջոցով ենք մենք հասկանում մարդը դասի մասին է, թե հենց այդ կառուցվելու մասին է մարդը, մոտիվացիայի մասին է, քանի որ երջանկությունը պայմանավորված չի մարդով։ Մարդը երջանիկ է, երբ ազատ է, երջանկությունը դա ներքին վիբրացիաներ են, որոնք ուղիղ կապ ունեն մեր գիտակցության տիեզերքի արարչի ամեն օրվա անգամ այն մեզ շրջապատող իրադարձությունների, որոնց հետ մենք համերաշխ չենք։ Սիրո դրսևորումը ներքին վիբրացիա է, երբ որ մարդու մոտ առկա է կախվածություն ունեցող ակտիվներ, այս դեպքում է հիմնականում ճնշման տանում եւ մարդուն կարող է թվալ դա կարմայական կապ է, քանի որ չի աշխատում կամքի ուժը։ Այստեղ ընդհանրապես պետք է դիտարկել այն կետը, որ արդյոք սա իրականում կարմայական կապ է, թե ուղղակի մենք վախենում ենք եւ մտել թաքնվել ենք այդ վախերի հետևում, վախենում ենք փոխել իրավիճակը եւ թույլ տալ մեզ լինել ազատ եւ այդ ճիշտ սիրո դրսևորումը, ճիշտ մոդելը կրթենք մեր համար, որպեսզի այս դասի մեջով անցնենք եւ դուրս գանք դեպի լույս, քանի որ ամեն ինչ ժամանակավոր է եւ այդ կարմայական հանգույցներն էլ ժամանակ առ ժամանակ իրենց դիրքերը փոխում են, մարդու գիտակցությունը, ներքին ուժը, կամքը, նաեւ առողջ հարաբերություններ կառուցելու մասին է, որ գտնես հենց այն էներգիային ան մարդուն, որի հետ կարող ես քո ճանապարհը համերաշխ ապրել։ Լիլիթ, այսինքն եթե վերցնենք բոլոր մարդկանց, լինում է այդպես, որ իրանք ունենում են ուղակի կարմիկ դասեր բոլորը, թե լինում են ճակատագրային սերեր, այսինքն տրված է դա բոլորին, թե ինչ որ դա յուրահատկություններ ունի իր մեջ։
Տեսեք, երբ որ ներսում չբուժված վերքեր կան, այսինքն չանցած դասեր, մարդը չի սովորել իր դասը։ Մեր կյանքում էլ այդպես է դպրոցում, բուհերում, երբ որ դասը չես սովորել, չես կարող անցնել հաջորդ քո կյանքի, չէ, հաջորդ նպատակին, քանի որ այստեղ չես տիրապետում։ Եվ այդ չվերջացրած այն ակտիվները, որոնք դեռևս հարց ու պատասխան ունեն իրենց մեջ եւ չի հասցրել մարդը իր ավարտին, դասը չի սովորել։ Միշտ պատմությունը մեկ այլ սցենարով կրկնվելու է։ Ցիկլերի Եվ կրկնություն։ քանի որ այո, հենց այդ դրա մասին է խոսքը, որ ցիկլը հենց պտտվեց, իսկ այդ ցիկլը պտտվում է 9-ից 12 տարվա հենց այդ շարավղով 9 տարին մեկ գալիս ենք զրոյական կետ թվային դաշտում, 12 տարին մեկ պտտվում է այն իրադարձությունները, որոնք որ մարդու մոտ այդ հայելիանման եղել են 12 տարի առաջ, քանի որ մարդը իրականում իր կյանքում ունենում է 5-ից 6, 12 տարիներ, 5-ից 6 անգամ ունենք այդ զրոյական կետը, շատ քիչ է դա, մեզ թվում է մենք մի ամբողջ հավերժություն ապրում ենք եւ հենց դրա մեջ է, որ այդ 5-ից 6 անգամ կարող է ունենանք հնարավորություն այդ դասի մեջով անցնելու եւ դասը սովորելու։ Եվ կան մարդիկ, ովքեր պարտվում են էմոցիաների պատճառով, մարդիկ համարձակություն չեն դրսևորում, կան մարդիկ, ովքեր որ այտենց բառ կա ռուսերենով պիտի ասեմ տրիգերիչ, դա անընդհատ այն ցնցման մեջ են, որ համարձակություն չունեն իրենց սեփական կյանքը ապրեն այն հոսանքի տակ, որտեղ որ ընկել են դա կողմնակի կարծիքներ, այն ինտենսիվ վարքագծերը, որը որ մարդը ունակ է իր մեջ վերցնելու, շրջանցում է վախերի պատճառով, մտածելով, որ իրեն չեն հասկանա եւ այստեղ էլ դա միանշանակ հարաբերությունների մասին չէ, նաեւ կարա աշխատանքի մեջ լինի, առողջության մեջ լինի, այսինքն մարդը անընդհատ մտածում է, որ ինքը հիվանդ է, կամ ինքը հիվանդ չի, բայց իրան ինչքան հարցնում ես, ինքը լավ չի, չէ՞, տենց ունենք մեր հասարակության մեջ լիքը մարդիկ, որ միշտ իրանք օգնության կարիք ունեն, իրանք միշտ ժերտվա են։ Ես գիտեմ մարդիկ հիվանդություններ են հորինում, որպեսզի իրանց կյանքի ինչ որ մի շրջանում գոյատևեն, ապրեն խղճահարություն առաջացնելու համար եւ այդ հիվանդության պատճառով խցանվում է մեկ այլ էներգիա, փակվում է այդ էներգիան եւ սա նրա պատճառով է, որ ինքը այլ սցենարով, բայց նույն դասի մեջով էլի անցնում է, քանի որ համարձակություն չունի իր կյանքի պատասխանատվությունը վերցնել իր ձեռքը։ Ամեն 9-ից 12 տարին պետք է զգոն լինի, ստացվում է։ Իսկ Լիլիթ, այսպիսի մի հատ բան հասկացա։ Այսինքն կարմայական կապը պարտադիր չի, որ դա նշանակի վատ բան, հա։ Ոչ, կա կարմայական, նախ պետք է տարանջատենք, թե ինչի մասին է կարմայական կապը, դա թե կախվածություն, որովհետև շատ հաճախ մարդը հակված է կախվածությունը խառնելու կարմայական կապի հետ։ Կարմայական կապը իր մեջ դա այն անավարտ դասերն են, որոնք դեռ մինչև մեր այս երկիր մոլորակ լույս աշխարհ գալը մեր հոգին է նախապես այդ նախապայմանը կամ անավարտ դասեր են ունեցել դեռ անցյալում այն կյանքում։ Եվ եկել են այս կյանքում ավարտելու այդ դասերը, դա կլինեն մարդկանց հանդիպումների տեսքով, կարմայական մեծ սխալներ անելու տեսքով, որտեղ մարդը ազատ է, մարդը իրավունք ունի սխալվի եւ շատ կարեւոր է սիրել այդ սխալները։ Եվ երբ որ դու սկսում ես այդ սխալները սիրելով զարգանալ, դու սկսում ես աճել։ Այդ ժամանակ կախվածությունը վերածվում է գիտակցության, այսինքն չենք ձևավորում կախվածություն, բայց կան մարդիկ, ովքեր որ մտնում են թեկուս ալկոհոլային կախվածության մեջ, խաղամոլային, չէ, կախվածության տեսակ է։ Եվ այստեղ չես կարող ասել, որ նրա մայրը կամ կինը ասում է, այս ինչ կարմա էր, ես եկա հանդիպեցի այս տղամարդուն, դա ինչ որ անբուժելի հիվանդություն է, քանի որ այստեղ երկրորդ մարդն է որոշել իր կախվածությունները ակտիվացնել, դա իր կարման է, իր հակվածություններն են, որոնք որ պետք չէր գեներացնել ինչ որ պատճառով, եւ այստեղ դիմացինը ունի ընդամենը մեկ կարևոր գործիք իր ձեռքում, որպեսզի հասկանա ինքը ուզում է այդտեղ մնալ թե ոչ։ Շատ հաճախ պետք է որ ինքը այդտեղ մնա, որ դրա մեջով անցնի, քանի որ իզուր չի եղել, որ ինքը ընտրել է հենց այդ մարդուն եւ արդեն ունի այդ մարդուն եւ անդադ անցյալում ապրել, թե պետք էր հենց հարևանի տղային ուզել, ոչ թե քեզ, իմ կյանքը ավելի լավը կլիներ։ Այս դեպքում արդեն ինձ թվում է այդ անորոշ այն գիտակցությունն է, որ մենք նորից ապագայի եւ անցյալի մեջտեղում ենք, չունենք ներկա։ Այսինքն սենց
Այսպես եմ պատկերացնում, դու կարող ես հանդիպել քո կարմայական ընկերոջը, զուգընկերոջը եւ իրականում երջանկություն իր հետ կառուցել, հա, ճիշտ եմ հասկանում, եւ դուք իրար հետ անցնեք մի ճանապարհ։ Եթե հանդիպում ես այն զուգընկերոջը, որի հետ եղել ես գեթ 1 օր երջանիկ, դա կլինի կարմայական կապ, որովհետև ամեն ինչ այս կյանքում ժամանակավոր է եւ չկա բան, որը որ միշտ մարդը ունի։ Այս կյանքում ամեն ինչ իր ցիկլի մեջ գալիս է իր ավարտման։ 100 տարի անց մեզ էլ չեն հիշելու։ Միակ բանը, որ կայուն եւ մնայուն է, դա արարիչը եւ երկիր մոլորակը, որին մարդն է դրաղ դարձրել։ Եվ այն կապերը, որոնց մեջ մարդը ավելի հանգիստ է, ավելի աճում է, ավելի մոտիվացիա ունի, չունի էներգետիկ խանգարումներ այն առումով, որ չբուժվող վերք է եւ պետք է այստեղ անընդհատ այդ վերքը բաց պահել եւ ունենք մեր հասարակության մեջ 100 հազարավոր նման կանանց եւ տղամարդկանց եւս եւ առհասարակ մարդի իրեությամբ, երբ որ էմոցիաները գլուխ են բարձրացնում, գիտակցությունը զիջում է։ Այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի կապը մարդուն դարձնի ավելի լավը ամեն օր, քան երեկ էր։ Եթե դու զգում ես, որ դու ավելի վախեցած ես ապրում, ավելի մշտական տագնապները դու կյանքի հանդեպ հետաքրքրությունները ճնշվել են, սա նման է արդեն չբուժված են վերքին եւ Կարմիր դրոշակներ, որ հիմա ասում են։ եւ նաեւ հենց այդ կարմայական կապն է, որտեղ որ դու իրան տարել ես բացասական կողմ, քանի որ կարմայական կապով մարդը ավելի շատ է աճում, քան մնացած մյուս էներգիաներով։ Դա այն կետն է, որի շնորհիվ մարդը վերելք է ապրում իր կյանքում միշտ, քանի որ եթե դու ունես դրական էներգիա, կարմայական կապը քեզ թույլ է տալիս հասնել այն կետին, որտեղ դու պիտի լինես, այդ ռիվոկն է, այդ արագությունն է։ Իսկ մնացած կապերը, որ կա հանգստություն, խաղաղություն, դինամիկա, դրանք ճիշտ դասակարգված կապեր են, երբ որ հոգին կամ տարիքով է փոքր, ավելի կոփված հոգի չի, որ իրեն ավելի բարդ ճանապարհ ուղի տար։ Այստեղ շատ ասպեկտներ պետք է հաշվի առնենք երևույթը անալիզի անելու համար, բայց շատ հաճախ են կարմայական կապը խափում խափուսիկ ձևով համեմատում կախվածության հետ։ Կարմայական կապերը հետք թողնող կապեր են։ Դրանք են ամեն ինչը չեն, երբ որ դու ունես ուղակի կախվածություն եւ վախեր, եւ դու կան կանայք, որոնք վախենում են մենակ մնալ։ Եվ իրանք մնում են մի տղամարդու կողքին, որ անընդհատ արժեզրկում է իրանց, չթողում աճեն։ Ստացվում է այդ պարագայում կինը չանցավ իր կարմայական դասը, հա։ Եթե նա մնում է, թողում է իրեն ստորացնեն, այսպես ասված, նվաստացնեն։ Ոնց որ ցիկլների մեջ պատմություններն են կրկնվում, հա, տարբեր սցենարներով, բայց նույն պատմությունն է։ Այդպես էլ մարդը կարող է, այո, օգտագործել իր ներսի այն թույլ կետերը, որոնց միջոցով միացնի իր ներսի ժертվային զոհի կարգավիճակում, մնա այդպես այդ թիրախի մեջ, վախենա ինքն իրեն փրկել, հետո մեղադրի բոլորին եւ ամենքին, անգամ իր սեփական երեխաներին, բայց դա էլի զուր չի։ Երևի ես կարծում եմ արդեն հասկանում ենք, որ եթե մարդը մնացել է այդտեղ եւ մեծացրել է հոգեբանորեն ոչ առողջ սերունդ, այսինքն այստեղ հարցը նրանում չի, որ ծնողները բաժանվեն կամ միասին մնան, շատ կարեւոր է, որպեսզի երեխաները գիտակցեն եւ ծնողները այնքան առողջ մտածելակերպ ունենան, որպեսզի երեխաներին բացատրեն, որ եթե մենք բաժանվեցինք, բաժանվում են կինը եւ տղամարդը, չեն բաժանվել ձեր ծնողները իրարից։ Եվ այս պարագայում արդեն մարդու գիտակցությունը ավելի առողջ է, զարգանում իր հասունացման տարիքը, դեռահասությունը, սեռաճանաչությունը եւ այլ մնացած տարիքները, քան այն դեպքում, որ տեսնում են ընտանիքում մայրը անընդհատ լացում է, հայրը անընդհատ չկա, կամ դավաճանություններ են, կամ այդ ամբողջը տեղի ունենում երեխաների միջավայրում եւ բոլոր վարքագծերը ազդում են մարդու գիտակցության վրա։ Մենք անգամ հասուն տարիքում, երբ որ ներկա են գտնվում ինչ-որ ծանրագույն իրավիճակների, չէ, ինչ-որ պատերազմական երևույթների, մեր աչքերը դա տեսնում է, հոգին սկսում է այդտեղից աղմկել։ Պատկերացնեք երեխան, երբ որ չունի գիտակցություն, ինքը դա վերցնում յուրացնում է իր ներսում։ Եվ
շատ տարատեսակ էներգիաները կարելի է խառնել կարմայական, գցել կարմայի վրա, որ սա իմ ճակատագիրն չէ, ասում ճակատագիրն էր, որ այդպես կառուցվեց։ Ճակատագիրը եկել է քեզ ծանոթացրել այն երևույթի հետ, ինչի մեջով դու պիտի անցնես, դու դասը չես սովորում, մնում ես այդտեղ, հետո սկսում է մինուսավոր էներգիան աշխատել, որովհետև մենք որ արդեն գիտենք, որ մեր մտքերը մեր հաջորդիվ ձևավորված կյանքն է, մեր մտքերը մեր գործողությունները, չէ՞, եւ հաջորդիվ ունենալով այն երևույթները, որոնք առկա են մեր կյանքում, մենք միշտ մտածում ենք, որ սա կարման ու ճակատագիրն էր, բայց մարդը ազատ է, մարդը երբ որ ես ու դուք պիտի հանդիպենք, մենք հանդիպել ենք, այլ հաջորդիվ այդ հարաբերությունները պահել առողջ, թե ամեն մեկը յուրովի օգտագործի իր բացասական ու դրական կողմերը, ինչպիսին է կդառնա, արդեն որոշում ենք մենք։ Լավ, արի սենց ամփոփենք։ 3 առողջ նշան ասենք, հա, 3 առողջ կետ նշենք եւ 3 ոչ առողջ, որպեսզի հասկանանք որտեղ այդ կարմիր դրոշակներ ասվածը, որտեղ կանաչ։ Անառողջից սկսենք։ Եկեք անառողջից։ Անառողջը, երբ որ դու մշտապես տագնապի մեջ ես, ընդհանրապես քիմիա չկա, բայց կա անտեսանելի ձգողականություն, հոգիդ հասկանում է, որ այդ մարդու կողքին դու չունես անելու բան, բայց ինչ որ արեստացին, ինչ որ երևույթ քեզ անդադ տանում է դեպի այդ մարդը։ Երբ որ կա խոսք եւ չկա գործողություն, այսինքն մարդը անդադ խոսում է, բայց չի անում ոչ մի բան։ Եվ երբ որ մեկը մյուսի կյանքի ռիթմի համար բարենպաստ պայմաններ չունի, իրար հասկանալու խնդիր ունեն, արժեզրկման համակարգ կա, սա քո համար չի, սա քեզ պետք չի, դու պետքա չանես դա քեզ փակուղի ա մտցնելու, դու չես այդ հերոսը, հա, կանայք շատ հաճախ են ասում տղամարդկանց եւ հիմնականում այն բառերը, որ ես շատ հաճախ եմ լսել դեռ փոքրուց, կնոջը տղամարդուն կինն է դարձնում թագավոր եւ ճիշտ հակառակը։ Այստեղ այն դեպքն է, որ ուղղակի երբ որ տղամարդը սիրում է կնոջը, իր այդ սիրելի կնոջ կարծիքը իր համար ամենակարևորն է։ Այս պարագայում ոչ թե ծնողների էներգիան հետ է նահանջում, այլ այնտեղ որտեղ ունի ինքը քիմիա, որտեղ ծնողներին միշտ մենք խնայում ենք եւ այնտեղ կարող է լինել ինքն իր հետ, այստեղ շատ կարևոր է որպեսզի իրեն հավատան եւ նույնը կնոջ դեպքում է այդպես։ Եթե չկան այս ակտիվները, սրանք արդեն այն հարաբերություններ են, որտեղ մարդը կորցնում է իրեն, իր արժեհամակարգը, իր եսը, իր կենտրոնացված ակտիվները։ Իսկ առողջ հարաբերությունները դրանք այն հարաբերություններ են, որտեղ որ յուրաքանչյուրը ունի սահման։ Այսինքն մենք առանձին երկուս էլ երջանիկ ենք, բայց իրար հետ մի օվկիանոս է, որտեղ մենք կարող ենք արարել եւ կառուցել այնպիսի թագավորություն, որը միայն մերն է, քանի որ այլ նման պատմություն, որով որ ունենք յուրաքանչյուրս չի կրկնվելու։ Կարող է մեկը մյուսի կյանքը նմանացնել իրեն կամ սցենարները լինեն նման, բայց ամեն մարդ յուրովի է ապրում իր ճանապարհը եւ այդ հարաբերությունների մեջ շատ կարեւոր է որպեսզի լինեն կայուն գործողություններ։ Հարաբերությունները կառուցվում են ոչ թե բառերի, այլ գործողությունների կատլամանը գործողություններն են։ Եվ նաեւ դու քեզ զգում ես ազատ այդ հարաբերությունների մեջ, դու ոչ թե կապի մեջ ես անընդհատ ինքդ քեզ հետ թե ոնց անես, որ լարված ճիշտ ապրես եւ դուր գաս, այլ դու իրավունք ունես սխալվելու, թուլանալու, կարծրատիպեր կոտրելու, նման չլինելու այն սպասված մարդուն, որին անընդհատ փորձել են տեսնել, այսինքն մկանները ձգված չես ապրում եւ սա հենց արդեն մշակված առողջ գիտակցությունով այն հարաբերություններ են, որոնք մարդը միշտ ձգում է իր կյանք եւ ունենում է այն դեպքում, երբ որ անցել է այն կետերը, որտեղ որ կամ չի էլ ունեցել դեռևս, որտեղ որ անառողջ են եղել։ Առողջ հարաբերությունները թիրախ են, թիրախային կետ է, էներգետիկ շատ հզոր ակտիվներով, որի անունը տիեզերական կապ է կոչվում եւ դրանք մարդկային ռեսուրսներ չեն բացատրելի, ամեն մարդ դա յուրով է զգում։ Եթե ինչ-որ մեկը կարող է բացատրել, ես միշտ այդպես եմ ասում, սերը ինչ է, այսինքն ինչպես է սիրում Արարչին, բառեր տա դրան, ինչպես է սիրում իր մորը,
սիրո դրսևորմանը։ Ես կարծում եմ դա արդեն սիրո մասին չի։ Այդտեղ մի ավելացրած բան կա, որովհետև կատարյալ սերը եւ այն կապը, որը որ առողջ է, հիմնականում բացատրվում է գործողությունով։ Սերը գործողություն է, առողջ հարաբերությունները եւս։ Բոլորս անցնում են գործողությունների։ Լիլիթ, մեր ամեն հանդիպումից առաջ ես իմ բառապաշարը հարստացնում եմ նոր տերմիններով, անցյալ անգամ դա նատալ քարտեզն էր, այս անգամ ինձ համար նոր բառ եմ առանձնացրել՝ սինաստրիա։ Ինչպես հասկացա, դա սինաստրիայով կարող ես հասկանալ հարաբերությունները, ինչ է դա, դա դաս է, դա դրանով կարողանում եք աստղաբանության մեջ նայել մարդիկ համապատասխանում են թե ոչ։ Սինասրան դա առանձին վերլուծություններ են, առհասարակ Նատալ Քարտեզը շատ հարուստ է իր գործիքներով եւ յուրաքանչյուր վարքագիծ, դա կլինի աշխատանքային դրսևորում, դա կլինի կարմայական գծեր, դա կլինի ընդհանուր Նատալ Քարտեզի վերլուծությունը, ոնց որ ունի իր անունը, ոնց որ մաթեմատիկա, հանրահաշիվ, ֆիզիկա, գծագրություն, չէ, բոլորը հաշվարկներ են, բայց տարբեր ուղղություններով են կատարվում, բոլորի մեջ թվերն են դոմինանտը, նույնը աստղաբանությունում է։ Նույն դոմինանտը թվերն ու մոլորակներն են, բայց անունները տարբեր։ Սա այն մասին է, որ կարողանում ենք վերլուծելով տեսնել մարդկանց հարաբերությունները, այսինքն ինչ որ մեկի համար որ էներգիաներն են ավելի բարենպաստ անձնական կյանքի մասին է խոսքս հիմնականում, որպեսզի վերլուծենք եւ հասկանանք այս մարդը քո կյանքում եկել է որպես ուսուցիչ, որտեղ մի քանի դերով կարող են գալ, բայց կան ակտիվներ, որ պիտի գան, որովհետև դու քո հասունացման տարիքը չես ապրի կամ հասունացման էներգետիկ կետը, եթե չունենաս այդ դասը։ Սկզբից ինքը այլ կերպ կարող է դիտարկվել։ Մարդը գիտակցությունը միշտ բացառել է, որ իր կյանքում կարող է լինել մարդ, որ ալկոհոլի հանդեպ հակում ունի, քանի որ հայրը ունեցել է նման հակումներ եւ ինքը մորը միշտ տեսել է իր դասը չսովորած եւ այդ իրավիճակում զոհի կարգավիճակում ունի ներքին շատ լուրջ խնդիր, որ իմ կյանքում չլինեն այս կամ այն իրավիճակներ եւ այդպիսի տղամարդ չգա մեր կյանք իմ սեփական կյանք շատ հաճախ ունենում են հենց նման տղամարդ, անգամ եթե սկզբից այդ տղամարդը ընդհանրապես չի ունենում այդ հակումները կամ շատ ավելի ծանր դեգրադացված ակտիվներ, քանի որ մենք ինչի հանդեպ վախի զգացում ունենք, ավելի շատն ենք հակված վերել մեր կյանք եւ սինաստրան մեզ թույլ է տալիս հասկանանք մարդը, որ գալիս է մեր կյանք եկել է որպես ուսուցիչ, եկել է հակումներով, ունի այդ ակտիվները իր ներսում էներգետիկ հակվածություններ, այսինքն դա տեսություն է, որ սինաստրան թույլ է տալիս մենք հասկանանք ինչն է միացնում այս երկու մարդկանց, արդյոք նրանք կարող են միանալ իրար հետ, թե ինչ որ մի շրջանից այդ կետը կառանձնանա, քանի որ էներգիաները իրար հետ շարունակվելու եւ առանձնանալու յուրահատկություն ունեն եւ այս կյանքում աշխարհի վրա կարծում եմ բոլորիս մոտ այդպես է։ Սինաստրիան հաշվելու համար, այսինքն պետք է երկու նատալ քարտեզ, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Իսկ ինչ հարցեր ես տալիս, օրինակ եկել է երկու քարտեզը բերել է։ Նախավարությունը պետք է մյուսինն էլ իմանալ։ Դա էլ է բարդ, չէ՞, երկու նատալ քարտեզ։ Նախ հարցնում եմ ինչ ես պատրաստ դու տալ այդ հարաբերությունների մեջ եւ ինչ ունես դու քո ներսում։ Դու ինքդ ինչ ես գրում, որ պատրաստ ես տալ եւ ինչ սահմաններ ունես, որ դու չեր ուզի, որ այդ մարդը անցներ։ Որպեսզի հասկանամ այս մարդը ինչպիսի մարդ է դիտարկում իր կյանքում։ Նախ պետք է հասկանանք այդ դիտարկումների մեջ որպես այդպիսին այն էներգիան, որը միգուցե արդեն արկա է իր սինաստրիայի մեջ, միգուցե այն էներգիան, որը որ համապատասխանում է ընդհանրապես իր բռնած ճանապարհի հետ կապ չունի, քանի որ մենք երբեմն ուզում ենք, որպիսի մեր կյանք կա ինչ որ կրիտերիաներով մարդիկ, մեկ էլ վերևից լրիվ ուրիշ բան է մեզ ցույց տալիս, որ դու այստեղ ունես առաքելություն եւ ինչ որ ճանապարհով մոտեցնում է այդ մարդկանց մեզ։ Նախ պետք է իմ ամենաառաջի հարցերը հենց այն կետերն են, որ դու ինչ ես ուզում զապրոսները մարդկանց հարցադրումները, ինչի մասին է իր պատկերացրած մարդը։ Հետո դիտարկում ենք այն մարդուն, որ իր համար բարենպաստ է, եթե չունի արդեն ընտրալ կամ շատ բարդ հարաբերություններ են եւ մարդը ուզում է հասկանալ այս հարաբերությունների մեջ
պայքարի մնա տենց մինչև վերջի շունչը խայտարակ լինելով, թե ինչ որ բան կստացվի, թե ոչ, կամ արդյոք սա ինչ որ մի ճանապարհ է, որ ձեր երկուսի հոգին պիտի անցնի, քանի որ տիեզերքի առաջ չես կարող ժամկետներ դնես, չես կարող ասել այս հարաբերությունները 5 տարով են, թե 15, եւ այդ վերջի խոսքը Արարչին է։ Մարդիկ կան, որ ապրում են իրար հետ 60 տարի, բայց ոչ մի օր երջանիկ չեն ապրել, եւ կան մարդիկ, որ 1 տարի իրար հետ կապի այդ արդյունքում ունեն տիեզերական պատմություն, որ ոչ մի բանով չեն փոխի։ Շատ տարատեսակ կարող է լինել Սինասյան։ Կան մարդիկ, ովքեր ուզում են ուղակի ապրեն եւ ապրեցնեն այդ էմոցիան, եւ այստեղ շատ կարեւոր է այն հարցը, այն խնդիրը, որպեսզի հստակ մարդը հասկանա, արդյոք նա քոնն է, քո էներգիան է, քո միաձուլումն է, որտեղ դու ես մնալու, թե այն մարդն է, որը որ քեզ տանելու է նրան, որ դու անընդհատ հարց ունենաս ինքդ քեզ դավաճանում ես այդ հարաբերությունների մեջ, թե համերաշխ ես քո հետ, որտեղ մենք միշտ զգոնենք եւ մտածում ենք ամեն ինչ անենք, որ մեզ չդավաճանեն, բայց ամենաառաջինը մենք ենք հակված մեզ դավաճանելու։ Սինաստրան օգնում է այդ կետերը հասկանալ եւ հենց այդ թվային էներգետիկ հաշվարկներով մարդուն բացատրել այն իր զապրոսները, որոնք ինքը ունի, այդ հարցերը, ինչպեսին է կուզեր տեսնել այն մարդուն, ով որ իր կյանքում կա կամ պիտի լինի, ինքը իր մեջ ինչ փոխի, որպեսի ունենա դա։ Մնա արդյոք հետո կորոշի արդեն մնա այդտեղ թե չէ։ Այսինքն յուրաքանչյուր վերջակետը դա մարդու սեփական ես-ն է, որ պիտի աշխատես հենց քո հետ։ Օրինակ հիմա մեզ հաստատ նայում է մի կին, որը ցավում է։ Ինչ կցանկանայի նրան ասել։ Ես կարծում եմ, որ սերը առանց անվտանգության ցավոտ է։ Իր մոտ ցավում է, որտեվ ինքը կորցրել է իր անվտանգ զգալու այդ պաշտպանիչ շերտը, բայց ամենաառաջինը դա իր ներքին եսի իրեն պաշտպանելու ակտիվն է, երբ որ մարդը անդադ պաշտպանության կարիք ունի եւ акցենտը չի դրել իր ինքնազարգացման, ինքնաճանաչման, իր նպատակների ուղու վրա, այլ ընդունել է այն փաստը, որ ես զոհ եմ ու եթե ես ամուսնացել եմ կամ ունեմ այս զուգընկերոջը, ես պարտավոր եմ ապրել այնց, ոնց որ ինքն է ուզում եւ կորցնում է իր սեփական կյանքի հանդեպ հետաքրքրությունները, ցանկությունները շատ հաճախ, որպես կին դադարում է իրեն ռեալիզացնել, դառնում է ինչ որ մի ուժի կենտրոն, որը պարտավոր է բոլորին բացի իր սեփական եսից, բայց իրականում ճիշտ հակառակը պիտի լինի։ Մենք ունենք պարտք ընդհանրապես մեր ծնողներին։ Հակառակ դեպքում մենք ապրում ենք միայն մեր կյանքը։ Ծնողների դեպքում էլ պետք է լինի առողջ, քանի որ անընդհատ ես քեզ մեծացրել եմ, դու ինձ պարտավոր ես, ես իմ կյանքը զոհել եմ, չէ՞, շատ ենք լսում, մանավանդ մեր երկրում ոնց որ մայրերը շատ են եղել այդ զոհի կարգավիճակում, վախերի, այդ չի կարելիների պատճառով եւ իրականում այդ ամեն ինչն է պատճառը, որ մեզ բերել է այն կետ, որ շատ հաճախ այո, կնոջը ցավում է։ Կնոջ ցավում է, որտեվ կինը էմոցիաների դաշտում գիտակցության հետ խնդիր ունի։ Կնոջ ցավում է, քանի որ սկզբում ընտրել է մի բան մտածելով, որ այնքան միայնքն էր, որ կարող է փոխել կամ չել գիտակցել, իր փոխարեն են որոշել եւ այս պարագայում բնականաբար իմ խորհուրդս մեկն է. նախ պետք է սկզբում սկսես առաջի քայլը նրանից, որ վերադարձնես քեզ վերցնես մարդու ձեռքից քեզ եւ վերադարձնես քեզ, քանի որ դու քո համար անփոխարինելի մեկն ես եւ եթե ուզում ես փոխես աշխարհը, պիտի սկսես քեզանից։ Դա իմ կարգախոսներից մեկն է։ Ամեն բան մեր ներսից է։ Ուշադրություն դարձնել մարմնի, ռիթմի, առողջության, անգամ քիմքի, թե մենք ինչ ենք ուտում, ում հետ ենք շփվում, ինչ ընկերներ ունենք, ամեն ինչ խոսում է մարդու որակների մասին։ Հիմնականում այն կինը ում ցավում է, մենակ է, որովհետև այն մարդը, ով ունի գրագետի նկատի չունեմ գիրք կարդացած կամ կրթություն ստացած, այլ ընկերներ, ովքեր որ գրագետ վարքագիծ ունեն այն մարդուն, ով որ հիմա իրենց կարիք ունի, նրանց մոտ այդ ցավը, իսկ որը որ շատ նորմալ է, տանում է դեպի հասունացման, գիտակցված ընդունելուն։
Եվ այս պարագայում ես իմ ամենաառաջի խորհուրդը կասեմ վերադասրու ինքդ քեզ չերկու քեզով հաստատվում, բայց այսպես ավելի կարծում եմ Ճիշտ է։ ճիշտ է Այո, մեր հնչում։ հայ իրականության մեջ իրականում այդ ցավը, այդ սիրային հենց ցավերը շատ են լինում։ Իհարկե ոչ մեկ կողմ չի բաժանումներին, բայց այո, կնոջ դերը դեռևս այնտեղում չէ։ Չնայած որ հիմա սկսել են տղաներին է ճնշել, դա էլ լավ չէ։ Այո։ Այս գեղեցիկ նոտայի վրա արի այսպես մի հատ փոքրիկ պրակտիկա։ Ինչ անել այսօր։ Ինչ խորտ կտաս։ Դե քանի որ խոսել ենք կարմայական եւ կախվածություն տարբերության եւ հարաբերությունների մասին, այն մարդկանց, ովքեր որ ապրում են կամ ապրել են այդ էմոցիաները, նա ավելի շատ ապրում են հիմա այդ դժվար ժամանակաշրջանը, քանի որ շատ է վերջի տարին ակտուալ դարձել ցավոք սրտի, մեծ հույս ունեմ հաջորդ տարի այդպես չի լինելու, նկատի ունեմ այս տարի արդեն։ Եվ այո, վերևում էլ է ցույց տալիս, որ բավականին նոր ձևավորված առողջ հարաբերությունների լավ ժամանակաշրջան ենք ապրելու։ Այն մարդիկ, Վերջ։ ովքեր չեն վերահսկում իրենց ցիկլները, մի շատ լավ աշխատող պրակտիկա խորհուրդ կտամ, նախ էլի թեկուզ կարող են գրել հասկանալու համար, տեսնելու համար, որտեղ մարդը շատ հաճախ տեսնում է իր գրածը եւ այլ կերպ է ընկալում, քան երբ որ միայն լսել է կամ մտածել է դրա մասին։ Ինչ եմ ուզում ես։ Օրինակ մարդը ինչ է ուզում։ Հարաբերություններից։ Առհասարակ իր կյանքում, օրինակ ինչ ես ուզում։ Ինչ եմ ուզում ես։ Առավոտյան արթնանամ առանց տագնապի, վարեմ առողջ ապրելակերպ, երեխաներս լինեն առողջ, հա, ինչ որ ունենք։ Եվ ինչ եմ ուզում, ես ինչ եմ ուզում որպես կին, ամուսնու վերաբերմունքը, ծնողների, հարազատների, այստեղ քանի որ անձնական կյանքն ենք մի քիչ ավելի առանձնացրել, թեկուզ միայն անձնական կյանքին վերաբերող։ Եվ հետո տալ հստակ պատասխան, իսկ ինչն է ինձ լարում այդ այդ ունեցածիս մեջ, հա, ինչից եմ ես լարված, եթե ես ուզում եմ այս բաները, ինչն է ինձ խանգարում, ինչն է ինձ ճնշում, որպեսզի ես գնամ դեպի այդ կետը, որ ես ուզում եմ դա ունենալ եւ ինչու եմ ես հանդուրժում այն ամեն ինչը որի մոտ առաջացրել է այդ տագնապները, որոնք որ ինձ չեն թողնում հասնեմ առաջի կետին։ Եվ փորձել դրանց տակ տենց մինուսիկներով գծիկներ դնել եւ գոնե 7 օր շարունակ դրանք դարձնել իրականություն, դրանք դարձնել գործ, դրանք դարձնել մեր կյանքի համար, նո յուրաքանչյուրի համար որպես օրվա մի փոքր լույս, որ իրենց կտանի դեպի այն կետը, որտեղ որ իրենք իրենց հանգիստ են զգում։ Ես շատ եմ սիրում մեր հանդիպումները, որովհետև հետո թուղթ ու գրիչը ձեռքս գնում եմ ու ինչ ասել ես անում եմ։ Դեռևս առաջինը պետք Արդեն է ստուգ ես։ վերջի 4 տարին դա ցույց է տվել եւ ինձ ապացուցել է դրա համար այսօր հասել է այս կետին, որ ես քեզանով շատ հպարտանում եմ։ Ես քեզ շատ շնորհակալ եմ Լիլիթ։ Մենք այսօր շատ գեղեցիկ թեմայի մասին խոսացինք։ Իրականում, այո, ես կարծում եմ, որ ոչ թե գեղեցկությունն է փրկելու աշխարհը, այլ սերը։ Սիրեք ձեզ, սիրվեք։